Էմիլիա Հովհաննիսյան, ինչպես նշեցիք, դիտորդ եմ ու առավոտվանից այս տեղամասում մի քիչ շատ է շարժը, աշխուժությունը, ԶԼՄ-ների ակտիվությունը, քանի որ նկատվել է հանձնաժողովի նախագահի մի փոքր անուշադրությունը ու այդ բոլորս ենք նկատել ու ԶԼՄ-ների աչքին էլ չի վրիպել ու այսպես ասած, որ ներկայացուցիչները գալիս են միանգամից հարձակվում են հանձնաժողովի նախագահի վրա։ Ընդհանուր առմամբ խախտումների դեպքերը շատ է եղել, առաջինը, որ ես եմ արձանագրել, այդ բաց քվեարկության դեպքներ ու այդ մարդը բացահայտ քվեարկում էր առաջին համարի օգտին ու հանձնաժողովից ստացավ ահազանգ, որպեսզի հեռանա այդ բաց տարածքից ու քվեարկությունը կատարի փակ, սակայն չլսեց ընդհանուր առմամբ ու նաև ամենակարևոր փաստը, որ ինձ համար անընդունելի ու ես մինչև հիմա չեմ հասկանում, ինչու էին զանգահարում կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ինձ ասում, որ ես չնջեմ այդ վիդեոն։ Իրականում փոխանցել եմ Հայաքվեի ողջ պատասխանատվության այդ վիդեոն, հուսամ չոր լուծում կգտնեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ձեզ որպես դիտոր զանգել են, ասել են, որ հեռացնեք։ Նախագահը նյութը, ասես չփաթեթավորեց տվեց ինձ, ես խոսեցի իր հետ ու ասաց, որ այդ վիդեոն անպայման ջնջեք հիմա, որ ես եմ խախտում այլ ոչ թե բաց քվեարկողը։ Հիմա վիդեոն կա, ամեն դեպքում թողել եք։ Մեր հետ զրույցում նախագահը վստահեցնում էր, որ բաց քվեարկության դեպքը ամեն դեպքում չի եղել։ Միգուցե, ոչ թե չի եղել, այլ չի տեսել ինքը։ Ամեն դեպքում նախագահն է փոխանցել ինձ հեռախոսը ու ուրիշ ընտրախախտումների մասին էլ էր նաև այստեղ արձանագրում հեռավորության հետ կապված։ Հա, բաց հեռավորության, ես այդ ամեն ինչը ֆիքսել եմ, այստեղ մի 20 հոգի մարդ կար հավաքված ու նաև քվեաթերթիկների անհամաչափությունը, այդ էլ եմ ես ֆիքսել։ Ընդհանուր առմամբ ես այսքանն եմ տեսել, հնարավոր է մյուս վստահված անձինք ու դիտորդները էլի բաներ են տեսել։ Մենք բոլոր ձեր նշած թվարկած ընտրախախտումների մասին զրուցեցինք նախագահի հետ, բայց բոլոր դեպքերը բացառում էր, ասում էր անձն աչքով հնարավոր չեն տեսնել անհամաչափություն կա, օրինակ քվեաթերթիկների թե չկա, հետևաբար դա անիմաստ է։ Ես նաև մի բան ասեմ, որ այստեղ հանձնաժողովի անդամները մի փոքր կոնտակտը շատ մոտ են զգում դիտորդների հետ ու չգիտեմ պետք է ասել թե չէ, ամեն դեպքում այստեղ ոնց որ իրանք ժողովրդի կողմից են։ Ովքեր հանձնաժողովի անդամները, ամեն դեպքում անաչառ են։ Բոլորը, բայց վիրավորում էին նոր իրար մի քիչ առաջ իրար անձինք էին իրականում, քանի որ պատճառը որ անդադ ձայներ է գալիս նստից իրար վիրավորում են ասում։ Մաներն եկան, այդտեղ տեղ չկար կանգնելու, այդ մարդկանց տան էստեղ այնտեղ ու այդպես տեղ չեղավ։ Ամեն դեպքում այս ընտրական տեղամասը շատ փոքր է ու մենակ հանձնաժողովին ու հանձնաժողովի նախագահին մեղադրելը մի քիչ ելքին մոտ։ Բայց անձն աչքով տեսնում ենք, որ օրինակ խոցերից մեկը հանձնաժողովի անդամների հենց քիփ կողքն է եւ նշում են, որ սա ուղղորդում կա։ Եկել կանգնել, այդտեղ ավտոբուսը նախքան ձեր գալը, այդպիսի խցանումներ չի եղել, մի պահ եղավ շատ մեծ խցանում ու այդ հոսքը կանխեցինք մենք ամեն դեպքում, այստեղ երբ որ դիտորդներն էլ վստահված անձինք միջնորդում են, հանձնաժողովը չի միջամտում ի տարբերություն այլ տեղամասերի, որովհետեւ մեր մյուս դիտորդները ստացել են այդպիսի բողոքներ, որ միջնորդում են դիտորդների աշխատանքին, վստահված անձանց եւ այլն։ Աշխատանքը դեպքում ընդհանրապես ոչ մի միջնորդություն չի եղել, ընդհակառակը ընդառաջել են մեր աշխատանքին։